Ողջույն։ Ամսի 17-ն է, 1-ին 15 պակաս, 13 աստիճան։ Սաֆարյան փողոցի վրա եմ։ Միատստեղ Մեգամոլը մի հատ այս կողմից մուտք ունի։ Այդտեղ բանկամատ կա էլի, մի հատ այդտեղ իր հետ մտնեմ ու գնանք։ Այս սրանցից է մեր այգում Դավիթը հավաք է բերել էր նորը։ Ոնց էր կոչվում։ Նարցիս էր։ Օ, Սիրենը արդեն դուրս եկել, հա։ Ես համան։ Էլի, տեսամ համարներ ես քշում։ Այո։ Եռաբլուրի համար անվճար։ Այս կոտեն նա 150 դրամ։ Ես մտածի պամիդորն է, զարմացի։ Ինչքան? 800 դրամ։ Էսի 3000 եմ տա, 3000 Ժանգյալի մեջ քսում է, չէ՞ էսի։ Էդի Շուշանը։ Էսի քսում է ժանգյալի մեջ։ Ժանգյալի մեջ տենց բան կա, որ չգցեն։ Սիսյանի Զարենայի։ Մի կիլո կա։ Էս էր մուտքը։ Չէ, լավաշը։ Ուղեղը սկսի աշխատել։ Այս է։ Մտանք։ Այս է բանկամատները։ Ահա։ Ես եմ տանամ, բաժուկային տուկեց вообще։ Այս փողոցը միշտ իր սեփական կյանքով ապրում է։ 400։
Նորից Սաֆարյան, Grand Candy-ն մի գործը պրծանք, հիմա մի հատ Ալմաստ գործարանի մոտ գործ կա, գնանք ընդեղ, հետո էլ երևի Դավիթ Բեկ փողոց տենանք, Ռուբինյանց փողոց, եկեք ստեղ միտեղ կանգնենք, ես մի հատ մինչև էդ գնամ են մեծ շենքերը լնայեմ, ես Ռուբինյանցնա դեպի Զեյթուն, ընդեղ Ալմաստ գործարանն է, ստեղ Կիա է դարը, հա ոնց որ ներկայացություն, այն շենքերի մասին էր խոսքը, մի հատ մոտենամ, դա ես Կիան սենց բաներ է բերում, հա? Հարազես Ողջույն Ասեցի մի հատ ծանոթանամ ուղղակի Բարեկացեք, շատ լավ ացեք Էս էլեկտրոմոբիլներ են, թե Ասում ամեն բենզին են, ասի էլեկտրո է Էս երկուսը, հա? Ասի Այս մեկը Այս մեկը Ունինք ուրիշ էլեկտրո, բայց ոչ չէ շորում վաղը գլահոս Վաղը կլնի? Այո Եվ ինչ արժի սենց մեքենան? Ասի գա 11 միլիոնի գալի է ծեզի դամ Այդ դոլարով ինչքան հա մոտավորապես? 13 միլիոն ինքը Դոլարով ինչքան հա? 11 միլիոն դոլարով ոլորս 30,000 դոլար է սպամում 30,000 Հա Ու կարելի է ապառիկ վերցնել, հա? Բանկի միջոցով եւ գամ բանկի միջոցով գնանք Հա վստահ 30,000 դոլար Եվ շնորհակալություն Կարևորը Վաղոնց Որ YouTube Ասած Կիա Կիա ճիշտ ասած տեղյակ չէ որ էլեկտրական էլ կա 30,000 դոլար Են էլ Ալմաստը Սա ես նույն բանն է, հա, վրան դրած ուղակի
Երևի տարբեր բաներ կարելի է դնել, էլի։ Հա, լրիվ նույնն է։ Էն ի՞նչ ա գրած։ Մեզ բացակայ չդնեք։ Հա, հասկացա։ Պատերազմում զոհվածների համար Շաքարա դրած Դա Ասենց փողոց Հետաքրքիր է ոնց է կոչվում Ներեցեք, այս փողոցի անունը կարող է իմանաք Բաննա, գերցենը, գերցե Գերցեն? Հա Գերցենի փողոց էլ կա Երևանում Գոգոլի փողոցին է, չէ՞ հիշացնում Ավտոպահեստամասեր Այս մեկը կարծեմ կահույքի գործարան էր Վերևի հարգը տխուր վիճակում է Բայց ներքևը ինչ-որ շնչում է Թե արտադրություն կա չկա Չգիտեմ Այս փողոցը կարող է իմանաք ոնց է կոչվում Էմիլ Ուղղակի Էմիլ Էմիլյան Այս մեկը չէ Էն մյուսը Հա, են մյուսն է, այս մեկը չգիտեք Չէ Մի հատ էլ սենց փողոց Ես էլ չգիտենք ինչ փողոց է Են մարդն էլ չեր հիշում Բայց վատ է, որ ինձ զանգ տվեցին Ընդամենը 10 րոպե ժամանակ ունեմ Չէ, իհարկե 10 րոպեում ես ստեղ չեմ հասցնի Ծիրանի ծառ կա, լավ է Երկու հատ Հա, պետք է սենց իջնեմ, գնամ այն կողմերը Լավ Ես ուրեմն մի ուրիշ օր Զանգ տվեցին, փոխվեց իրավիճակը Այս փողոցը կարող է իմանաք ոնց է կոչվում Էմինեսկի Այո Հետո է Նեմեց էր մեռավ, պտի մեռավ Էմինեսկի, հա? Էմինեսկի փողոց էր Չգիտեն ով է Որ հարցրեցի ով է, դե լսեցիք Ծիծաղացին վրաս Ատենց Էլի շինանյութ Դիմացի մայթը Ստեղ մի 10 րոպեից մարդ պետք է հանդիպեմ Դե լավ, ես ստեղ սպասեմ թող գա Հետո երևի գնանք, սետիք են մայթ աշխատենք պարզենք էդ գործարանը Ես են արդեն ծանոթ Ծիրանի ծառերը Ես ինչ դրոշակներ են կախած Ես փողոցն էլ հիշում եք Սա ոնց է Ռուբինյան Սներպանսկա կոչվում
տանում է այնտեղ Սարավախբյուրն է։ Այն բարձրահարկները լավ գիտենք, Դավիթի տան մոտի։ Ստեղ միացած ցուցանակը, ես էլի այս շենքերի մասին է խոսքը։ Almast Residence։ Այս Almast որ կա, կարծում եմ Քոչարյանինն է, որտեղ Almast գործարանը ինքն էր վերցրել բնակարան կառուցապատողից։ Այս էլ հեռախոսի համարը։ Մի հատ էլ Ծիրանից առ։ Լավ, ստեղ հանդիպումս ավարտեցի, մի հատ էլ գնանք են դիմացի մայթը։ Ահա, հայտնվեցի դիմացի մայթը։ Հələ եկեք միան, այս փողոցով գնանք, էլի։ Ամեն վերջապես տեղացիները կարող է ճիշտ անունը ասեն։ Ես էլ եմ լավ չէ, մի հատ քարտեզով փոխանակ նայեմ։ Այստեղ ավտոներկեր, հա, կան։ Այս փողոցի անունը կարող է իմանալ։ Ռուբինյանց առաջի փակուղի։ Առաջի փակուղի։ Ռուբինյանց առաջի փակուղի։ Մի քիչ երկար է, երկար, բայց գոնե իմացանք։ Botanic House։ Այդ ինչ բան է Botanic House-ը։ Տնկիներ են վաճառում։ Չէ, այն սրճարանը վերսանտ երաժշտությամբ։ Ես երաժշտության տակ բան կլինի։ Ասեցին քեֆերի ծնունդների տեղը, բայց լողավազան ունեին։ Այն մեքենան այնտեղ ֆեռում էր, հա, փողոցը փակել էր, այս կողմից էլ ես էի փողոցը փակել։ Եկեք ժողովուրդ, ավելի լավ է ես գնամ, Ալմազում գործերը ավարտեմ, գամ ստեղից մեքենայով անցնեմ, էլի։ Հետո էլ կտտվեմ, կգնամ Դավիթ անհաղթ, երբ որ ընդեղից զանգահարեն, են Almast գործարանն է, լավ, եկեք բարձրանանք։ Ես այդ շինանյութն է, Աղմկոտ Ռուբինյանց փողոցը, Ես մի վաղտ կահույքի գործարան էր, չէ։ Չա։ Մի վաղտ կահույքի գործարան էր, չէ։ Հիմա էլ է։ Հա։ Արտադրում են։ Հա։ Արտադրում են կահույք։ Հա, աշխատում է, որտեղ երկրորդ հարկը սաղապակիները կոտրած, մոտրած, ես էլ ասի։ Ես ներքև կարակ, եթե ուզում եք, մտնեք, պատվիրեք, ոնց կուզեք, աշխատում։ Ստեղից ես մտնում, հա։ Մտնում ես սախի վրա է վայտեն։ Չէ։ Տեղից սկսվում, ցեխեր կա։ Շնորհակալություն շատ։ Չէ։ Կահույքի գործարանը աշխատում է։ Մտնելը չեմ մտնի։ Արդեն հասկացաք, այսօր ոչ մի բանի հավես չունեմ, կեսից ծերում եմ սախ, հա ես է կահույքի գործարանը, ես իշքան մեքենա ունեն այ մարդ, կահույքա գործերը, հա իրանք ստեղ են, են եսիմ ինչ է, անկապ տարածքը, հա, գարաժները, ինչ է,
Այն մյուսը արդեն Ալմասն է, այն մի շենքը։ Այս ինչեր կան, այ մուրդ։ Լավ, գնացինք։ Աղմկոտ փողոցատը մի հատ մարդ դուրս եկավ ասեցի ես կահույքի գործարանը աշխատում հա պաստորեն դո չէ ասեցի պահակն էր ինչ կահույքի գործարան բա ասում եմ են մարդը ասեց դե ասում եմ աներ մուներ ցեխեր են այտենց Բայց բակը ասում եմ ես եկա տարածքը լիքը տեխնիկա լցրած դու ասում ես ինչ տեխնիկա բարախլո է մի խոսքով տենց այդ ինքը անվանեց բարախլո Emzap Auto Parts Ես ինչ է Բարև ձեզ, ինչ եք վաճառում։ Պահեստամասեր։ Պահեստամասեր։ Են անդեղ էլ է։ Ավտոպահեստամասեր։ Ալմաս գործարանից էլ դուրս եկան հանդիպեցի, ոստեղից շրջադարձվենք։ Լավ այն փողոցով չգնացի, մրցանք տվեց ոտ մարդը ասեց, հիմա դուրս եմ գալի։ Հենց որ ճիշտ արեցի Ռուբինյանց առաջին ներփանցքով ոտով չգնացի։ Դե հիմա մեքենայով կգնանք։ Մնաց Դավիթ բեկից զանգ տան։ Ես արդեն շոքի պրոբլեմը սկսվեց, հա։ Լուսամուտները փակել են, որ աղմուկ չլինի, սոսկալի շոք է։ Մտանք։ Այս ձախի վրա շենք են կառուցել։ Սա կառուցելու պրոցեսը հիշում եմ, բայց շենքը չի տեսը վերջնականը, այսինքն հլը վերջնական չի, հլը մի քիչ էլ գնանք։ Իրապես դեռ գրել են ինչոցը իրանց շենքը հլը գոնը էդ կրթունք։ Ես են կողմից եկա Ես այդ շենքն է Տերում եք ծածկած է որ փոշի չլնի Այդ ընդհանրապես ծածկում են, երբ որ արդեն ներսի աշխատանքներ են սկսում անել Են իսկական փոշու ժամանակ Են էլ դեպի ծարավաղկյուր Ես ինչ է գրած Ձեռք բերեք բնակարան անմիջապես կառուցապատողից հասցե վերին անտառային վերին անտառային ինչ կապ ունի, ես էլ հեռախոսն է Ընտրում ենք պահպանել անվտիթեջ Ստեղ ինչ է գրած Քանաքեր Զեյթուն վարչական շրջան Ռուբինյանց փողոց այս նմանակ 27/11 Իրոպե մոտենամ տրանսպորտը անընդհատ դիմացուս անցնում չեմ կարում Ոնց է կոչվում Մետրում Ինվեստ Ռուբինյանց ՍՊ Շին թույլատրություն եւ այլն տեղ խսկիչ Սամզոր ՍՊ նախագծող Արկ մի խոսքով լավ
Կապալարու արփա Սևան ԲԲ։ Հետաքրքիր է։ Բայց պատվիրել բնակարանը ձեռք բերելու համար էս համարն է, հա։ Էս երևի իրանց հիմնարկությունն է, էլի։ Հա, անունը նույնն է, Metrum Invest։ Չէ, այնտեղ էլ էր տես գրած, հա։ Metrum Invest Ռուբինյանց են մեկը։ Այսինքն տարբեր տեղերում Metrum Invest-ը կարանք հանդիպենք, հա։ Դե ճիշտ եմ հասկանում։ Հա, այս նույն բանն է գրած։ Լավ, շատ քիչ հասկացանք։ Սա լավ չեմ պատկերացնում այնտեղ ոնց կարա բակ ունենա։ Հա, եթե բակ ելներ Մարիս չէին դնի էլի, չէ։ Այնտեղ զարի վեր է շատ ուժեղ։ Հա, օտար երկրացիներ էին, մի կերպ հարցրեցի բակ ունի, ասես չէ, բակ չունի։ Բակ չունի։ Այսինքն կետային թփշփ տարբերակ։ Լավ գնացինք։ Ես ինչ տեղ է ստեղ։ Ստեղ բուսաբանականներ, չէ։ Մտնենք տնենք։ Սենց տարածքներ են, հա։ Այսքան գործ կա անելու բուսաբանականում։ Թե ընդհակառակ շենքեր են կառուցելու։ Դե գնա իմացի։ Գնում են մեջտեղը կանգնեն։ Անդուր թոզը, խոշի։ Բայց այն մասում ասֆալտի ճանապարհ է։ Լավ դուրս գամ մի հատ կարգին հասկանամ։ Էս այն շենքն է, որտեղ նոր նկարեցի։ Որ բակ չուներ։ Սենց եկա Ռուբինյանց առաջին երբանցքով ստեղ բաց տեղեր մտա ու սա փաստորեն բուսաբանականի տարածքն է։ Շենք բուսաբանականի տարածք մտած, ստեղից ես չեմ տեսնում։ Սա մոտիկ է, բայց տարածք չի մտել, ոչ էլ են մեկը։ Ես կարծում եմ Դավիթենստան մոտի բարձրահարկն է։ Այստեղ ասֆալտած ճանապարհ է, նայեք։ Սա երևի բարձունքն է, հա, ստեղից ինքը այդքան բարձր չի թվում։ Լույսերն անցկացրել տենում եք։ Հետաքրքիր է այս ճանապարհը որտեղ է, ուր է գնում։ Ոնց կարելի է այդ ճանապարհի վրա դուրս գալ։ Երևի բուսաբանականի ներսից է, էլի, չէ՞։ Հեսա ճանապարհը, շեղվեցի ճանապարհից։ Են էլ Դավիթի սիրած տարածքները։ Դա սրանք սաղ բուսաբանականից դուրս են այս շենքերը։ Այս մեր հիմնարկն է։ Մեր հիմնարկն էլ է դուրս։ Այս աթիսն է։ Չէ, այս մեկը գութանասարն է։ Այս մյուսն է աթիսը։ Այս է։ Լավ գնանք, միակ բանը որ հասկացա հաստատ, դեռ շատ մեծ քանակի գործ կա անելու,
Հույսով եմ այս տարածքում լրիվ ծառեր կտնկվեն։ Սա կարծում եմ են բարձունքն է, շոտակի։ Ստեղից ինքը ցածր է երևում էլի, այն կողմից պետք է որ բարձր երևա։ Գնացինք։ Այնտեղ էքսկավատորը մի հատ աշխատում։ Սա արդեն դեպի Ռուբինյանցը էլի։ Տակիրը եփ են նախատեսում ավարտել։ Ստեղ ինչ-որ ավազներ են վերել, էլի բետոն պետք է անեն, տենաս։ Չէ, այս մեկը չափումների ազգային ինստիտուտ էր, իսկ որ ես հիշում էի գազի, մի րոպե, այնտեղ է, ասեցին այն գազիրոկի տակ, այդ որ տունը գալիս են գազը, ստուգում են ոնց է բացաթողում, չի բաց թողում, այնտեղ է դրանց կենտրոնը, իսա չափումների ազգային ինստիտուտ, լավ, մեկնանք սենց, Չափումների ինստիտուտ ազգային Հեսա մի հատ է նորակառույց այս սրանք արդեն կառույցը պրծել են ոնց որ թե բակել ունեին հələ մի րոպե հա բնակարանների վաճառք տրվում է վարձով Որ չխոսան, սենց կեզած։ Մեկ ինչ լավ բակա շատրվանով, ամեն ինչով ասել կավորոլիտ է փռած բայց որ դիմացը պատուհանով են լավ չի, չէ? Բակ Հենց որ բակ ունի, էլ չասեք կետային ոչ մի կետային ներևը չեմ կարող ցույց տամ այ Всё, գնացինք Կվարտալ 11 կիլոմետր, Շարբախ 18, Գառնի 21, բնակշին ինվեստ, կատակասեր բնակշին, շատրվանը լավն է, ամառը ստեղ հով կլնի, չէ, գնացինք, Ona gese de niye? Ay. Են էլ մեր մասիվները այստեղից աթիսը լավ է երևում
Ես չգիտեմ GoPro-ով լավ երևաց։ Սենց սպեկտրել արդեն վարձակալության համար է գրած։ Գնացինք։ Ստերես հյուրանոցային համալիրը վաղտին նկարել ենք։ Ու հենց քիպ կողքրել, ես մի հատ պտտվեցի մեքենայով ձեզ համար։ Քիպ կողքը այս շենքն եմ կառուցել, արդեն համարակացնում եմ։ Բարձությունը հավաքել եմ համնային դեպս։ Պատկերացնում եմ այդ հյուրանոցային համալիրը ինչ փոշի ու կեղտ էր այսքան ժամանակ։ Այս ձախից ռեաբիլիտացիոն կենտրոնը ինտերօրտո գերմանական մի խոսքով գերմանական է հապ պրոթեզավորման կենտրոնը ու հեսա հասնում ենք Ծարավախբյուր մի հատ լաչի վրա եմ կառուցել Չորքից շարժում եք որ մի խոսքով ամեն ուրեք կառուցում եմ Դրոնի թռիչքի վայրը ասենց իջնենք կամաց դեպի Դավիթ անհախտ այս գմբեթով շենքը որ կա ձախի վրա անընդհատ հիշում եմ մի անգամ եկանք ստեղ գործ անելու Ես զարմացա, ամայի տարածք, ես շենքի կողքերը սա հող, զիբիլ Մտածես մարդը չոլումխի այստում է սարկում Պարզվում է, եթե Քոչարյանի ծանոթն ես, ամեն ինչ գիտես Ասում էին, այս սաղ տարածքները իրասեփականությունն էր Կամանց սրան նրան վաճառելով Ես էլ էդ երկար Պարիսպը Այս դուրսը արդեն հատակն են անում, հա Չէ մատնի Ես էլ բավական այս թաղամասը Գնանք Աճարյան Աչից բուսաբանականն է հետաքրքիր է ստեղել են նույն տիպի Պարիս կառուցելու թե սենց կմնա մի անգամ էլ հատիս ծառը փագեց բացվեց ու մտնենք Նյու-Նորք եթե թույլ տան ահա հասա Դավիթ Բեկ փողոց մի քիչ շուտ հասա
Իհարկե։ Այն կողմից եկա։ Այդ ժալյուզի տեղը անցա։ Ինաստեղ մի հատ սիցի կա։ Մտնեմ մի հատ կոնյակ վերցնեմ։ Կոնյակը պրծել է։ Գիտեք են միլիտրանոցը։ Տենամ կա։ Այո։ Ես Երևանի ամենահանգիստ սիթին է երևի։ Կլուբնիկ, ձմերուկ, սեղ, էլի կիլոգրամ, էսով է, լավ կարևորը դուք տենակ, ես մեկը հետ չեմ առնելու, հիմա սրանց կանյակը տենանք որտեղ է, էլի ես երաշտությունը մեացրեցին, հա, խնձոր, լավ էլ խնձոր է։ Ինչ-որ շատ թանկացավ, չէ խնձորը։ Կանյակը այն կողմ չուս տվին։ Կանյակը ճիշտ եմ գնում։ Պաստորեն սխալ էի գնում։ Շամպանսկիներ, չէ, այն կոմի վրա ճիշտ էի գնում։ Ճիշտ էի գնում։ Հանի բերել շալվայից մեջ կտեն։ Օհ, Այն է կանյակները։ այո։ Մի հատ ինձ միլիտրանոց 5 աստղանի տվեք էլի։ Որ Արարատ։ Այո, Արարատ։ Լիտրանոց, լիտրուկեզ, Էս մեկն ավանց էր։ Այն է։ Ինչ արժի։ 10390 դրամ։ Ընտիրը, տվեք։ Բայց լավության տակից ոնց եմ դուրս գալու։ Մեջի լավ։ Ինչ արեցի ո՞։ Անուշ լինի կարևորը։ Շնորհակալություն։ Բա Hey գիտի Ջեյմսոն ենք խմում նենց կտրեցին գներով Շարքին հերթը թվում էր դատար կլարից Դավիթ անհախտ Մի հատ վատ բան հիշեցի, չգիտեմ կիսվեմ ձեզ հետ, չկիսվեմ ձեզ հետ Այդ 90-ական թվականներին որ Ղարաբաղում ահագին տարածքներ վերցրեցինք եւ այլն ստեղ բոլորը բեու խողովակներ եւ այլն տես բաներ էին վաճառում Բոլորը ընդեղի քաղաքներից կտրած, փոկած, բերած այդտեղ գեներալները լավ հարստացան
Այս ամբողջ փողոցը այդ վեու ապրանքներն էր, պատկերացնում եք, այս տարածքը։ Գնացինք Քանիսը դարով։ Հա։ Մինչև 4-ին մնաց 3 րոպե։ Կհասնեմ։ Պատմում էին, որ մեր գեներալները մեր զինվորներին ստրուկերի պես աշխատացնում էին։ Այդ վերցրած քաղաքներում լքված ադրբեջանցիների կողմից շենքերից, տներից խողովակները կտրում էին, բարձում էին, ուղարկում էին Հայաստան վաճառքի, որպես այդ բեու ապրանք։ Դե մենք անայդ եղել ենք այդ տարիներին Ղարաբաղում, Աղդամը օրինակ մտնում էիր լրիվ լքված քաղաք, դատարկ։ Աղդամ, չեմ շփոթում, չէ՞։ Չէ, երևի Ասկերանում վիրահատեցին Անահիտին, հետո մենք մի հատ գնացինք Աղդամ։ Շատ տխուր տեսարան էր։ Այդ հենց քաղաքներից այդ խողովակներ, հետո պարավոյի բաներ, այդ ռադիատորներ, բան սախ կտրտում էին այդ խեղճ զինվորները։ Էսա ոնց էր մեր ժալյուզին, եկեք կանգնեմ։ Էս են ֆուտբոլի դաշտներ, չէ, հիշում եք եկանք։ Լավ մարդիկ էին։ Լավ, հայր ջան, եկեք եստեղ հրաժեշտ տամ։ Ես պետքա կենտրոն գնամ, որ կանյակը վեկալա հասկացակ։ Լավ մնաք, միշտ առողջ լինեք և մնաք խաղաղությամբ։ Ես կարող ես շփոթում եմ ես ֆուտբոլի դաշտը։ Հա, ես ռեստորանն էլ մտել եմ, նկարել եմ ստեղ։ Ես ֆուտբոլի դաշտն է, չէ։ Հա, ես ասի շփոթել եմ հանկարծ։ Այո, մեր Կրիստինայի մոտ ստեղ միշտ մի գեղեցիկ բան հանդիպում ենք։ Յասամանն էլ սկսվում է, գործընթացը սկսել է։ Մի հատ էլ դուրս գանք են հետաքրքիր անունով սաունան ցույց տամ ու ավարտենք սրանով։ Էն էլ մեր Էյֆելյան աշտարակը։ Այս նայում եք Ռոբինզոն սաունա։ Ու Դավիթ Բեկ։ Լավ, եկեք մի հատ էլ Նորքի մեջով անցնեմ։ Ես Ցելեվիշկեն, հետո կլնի Հմեկը, ստեղ գործ են կարել վաղտին, տարածքից տեսարանը նկարել եմ, Երևանի,
Նորք playlist երևի։ Պետք որ հա, այն վաղսավ միասին էր, նորք, բան հետո անջատեցի, նորքը, հավան ինչ, խոսքով, ստեղից էր մուտքը, հա, ես փողոցի անուններ չեմ հիշում արդեն, ստեղել ենք շատ գործեր ենք արել, ես փողոցի վրա, դերում եք ինչեր կա, փողոցն էլ իմացա, Գարեգին Հովսեփյան Ստեղ էլ մեքենայի կանգնելու տեղ չկա է մարդ Այս ինչ է կատարվում Գարեգին Հովսեփյան փողոց Ու դուրս կգանք դեպի ձախ եմ թեքվելու Կենտրոնական փողոցը Դե մի վաղտ կենտրոնական, հիմա անես փողոցներ են հայտնվել Եթե չեմ սխալվում Արմենակյան պետք է լինի Կճշտեմ ու դրանով կավարտեմ Այո, Արմենակյան Եվ վերջ Ու հասա Աբովյան Տեղ տվեցին կանգնելու շատ հաջող Հատ էլ Փարիզանում սուրճ խմեմ ու սպասեմ, շուտ եմ եկել